Դե ինչ հարգելիներս, 2025-ը այլևս պատմություն է մեզ բոլորի համար։ Ինչպիսի գնահատականներ, կասեմ կարճ։ Եվ արտաքին եւ ներքին քաղաքականության համար ամենամեծ անկումները եղել են 2025 թվականին։ Եթե չհաշվենք Արցախյան հարցի հետ կապված մեր իշխանությունների դիրքորոշմանը եւ այլևս հայաթափված Արցախ ունենալու հանգամանքը։ 2025-ին մեր իշխանությունները չկարողացան որևիցե մի ձև հայկական շահերը սպասարկեին արտաքին աշխարհի հետ կապված, գլոբալ խնդիրների հետ կապված եւ Հայաստանը եւս մեկ անգամ հետ նահանջ ունեցավ կապված Թրամփի ճանապարհի հետ։ Մենք ունեցանք 2025-ին շատ քաղաքբանդարգալներ, մինչև օրս շարունակվող կալանավորումներ եւ ձերբակալություններ ընդդիմադիրների շարքում։ Ինչպիսին կուզենամ տեսնեմ 2026-ը, ես հավատում եմ, որ այդպիսին դա կարող է լինել, երբ որ մենք բոլորս կհասկանանք մի բան, որ չպետք է տրվենք արտաքին գործակալների կողմից օրակարգ բերված հակահայկական քաղաքականությանը եւ օրակարգերին։ Մենք պետք է հասկանանք, որ ճիշտ վերլուծությունների դեպքում միայն կարող ենք սատարենք այն ուժերին, որոնք ունեն ազգային, հայկական ազգային շահերը սպասարկման օրակարգ եւ տեսլական եւ ծրագիր։ Մենք պետք է շատ ուշադիր լինենք 2026 թվականին, որովհետեւ ունենք համապետական ազգային ժողովի ընտրություններ։ Չպետք է գնանք ընդդեմ ինչ-որ մի բանի, պետք է գնանք հանուն ինչ-որ մի բանի, այսինքն չպետք է գնանք ընդդեմ, ասենք օրինակ թուրքական օրակարգին, այլ պետք է գնանք հանուն Հայաստանի Հանրապետության եւ մեր գալող սերունդների ապագան պայծառ տեսնելու համար։ Ինչ պետք է դրա համար անենք։ Պետք է ուշադիր լինենք, պետք է էմոցիաներով չառաջնորդվենք, պետք է համախմբված լինենք եւ հաջողության հասնելու համար պետք է իսկական ընդդիմադիրների մեծ ճակատ ձևավորվի։ Եվ եթե այդ ամենը տեղի ունենա, ես համոզված եմ, որ 2026 թվականը կարող է լինի հայրիս, հայ ժողովրդի եւ հայկական պետականության այլևս հաղթանակների շղթայի սկիզբ։ Բոլորիդ նոր տարին ամանորը շնորհավորում եմ հարգելիներս եւ կասեմ իմ մշտական խոսքը։ Մենք դատապարտված ենք հաղթելու։ Մենք չունենք այլ տարբերակ, քան լինել հաղթանակած ժողովուրդ եւ պետություն։ Լավ մնացեք, լավ տոներ ձեզ։